Давайте продолжим. Итак, мы остановились с вами на слайде 12 формы правления церкви. Մենք 12-րդ սլայդի վրա կանգնեցինք ձեզ հետ եկեղեցու կառավարման վերաբերյալ И вопрос, какая форма у вас в церкви? Եվ հարցը այն է, թե ձեր մոտ ինչ եկեղեցական կառավարության ձև է, Епископальная? հարցը ուղում եւ այլն։ Yes. The Apostolic Church, right? Չէ, ինքը ասում է Մեր եկեղեցում խոս։ Ну, Ah, ну, как я понимаю, апостольская церковь у вас, да, она имеет иерархию, да? դա չէ, մեր մոտ Э, հովիվներ են։ А баптистская Երես հովիվ։ церковь? Եսայի ջան, դուք թարգման ես, չէ՞, այստենց հայերենով խոսեմ։ հա Դու մենք մի քիչ առաջ ասացինք որ հովիվներ են ну мы же поговорили по этому поводу Ահա, Да. ուրեմն հա։ Знаешь, есть Ну, поэтому это это пресвитерианская или конгрегациональная? ավելի կոնգրեգացիոնալիստական է թե ավելի երիցական մեթոդը Երեցներ են մեր մոտ հովիվներ, պատճառն էլ որ բառը որ Աստվածաշնչով օգտագործվել է, մինչև հիմա ինչ որ գիտեմ, ինքը նույնն է, այսինքն կերպը երես հովիվ։ կառավարման եղբայրը ասում է կերպը ոնց է այսինքն որոշումները ոնց է կայացվում Որոշումները հա Կարելի է ասել հիմնականում երեցներն են կայացնում որոշումները, բայց նայած ինչ հարց էլի, լինում է անդամական ժողով է լինում, առաջարկներ է լինում, քննարկում է լինում ընդհանուր եւ դրանից հետո որոշվում է, բայց վարդապետական հարցերը երեցներն են քննարկում, իսկ ֆինանսային ինչ որ համայնքային հարցերը համայնքի հետ միասին Պատճառն էլ ժողովրդի ոչ տենց բավականաչափ օրինակ էլի վարդապետություն իմանալն է, որտեղ երեցները պետք է քննարկեն էլի, բայց օրինակ ֆինանսական հարցերը, ով ինչ է մտածում, ով ոնց կարա մասնակցի, ժողովրդի հետ ես տենց եմ հիշում, այսքան վաղ ինչ արել ենք։ То есть есть вопросы, которые решают пасторы, ну, это касается особенно именно учений, вопросы об учении. А так бывает собор членов, когда есть место обсуждению по бытовым вопросам, так сказать. Хорошо, я надеюсь, я понимаю вас. Հույս ունեմ ձեզ հասկանում եմ։ Ուղղակի հարցը լավ հասկանալու համար մենք պետք է հասկանանք դասախոսը կոնկրետ ինչ նկատի ունի, եսի լայն հասկացողություն ունի։ Ես չգիտեմ ինքը ինչ То можете պատկերացումով ասում ու ինչ ակնկալիք ունի, թե մենք ոնց պատասխան։ Ես Հասկացա, ինչ ես չգիտեմ ասում։ նկատի ոնց հիմա պատասխանեմ այդ հարցին։ Մի վարքյան, եթե կարելի է, Եսայի ջան, տերմինները կոնգրեգացիոնալիստական կամ երեցական, եթե կարելի է, ուղղակի դասախոսը երկու բառով թող ներկայացնի, որ ուսանողները իմանան, էլի ինչպես Հա, պատասխանել։ ես այդ էի նոր իրան ուզում ասեի, որ երևի մի քիչ ընդլայն իր հարցը, հա, окей, давайте так. Можете немного шире объяснить, что вы имеете в виду, говоря о правлении? Это первый Хорошо, вопрос. сейчас. Второй Да, вопрос. сейчас. Извиняюсь. Второй вопрос касательно типов правления. Конгрегационалистская, епископальная. Да, Если сейчас я это можно сделаю. немного объясните все, чтобы Конечно. братья могли... Я это и собираюсь сейчас делать. Эса երևի ֆայլով կուղարկից ես։ Хотел пробудить вас, ваш интерес. Մեծ էր հետաքրությունը արտնասնի։ Ну, это серьезный вопрос. Սա շատ լուրջ հարց է։
Я помню, когда я покаялся, один из вопросов был, в какую церковь мне ходить, какая правильная. Երբ որ ես նոր եմ ապաշխարել, իմ մոտ հարց առաջացավ, որ եկեղեցի գնալ, որն է ճիշտը։ И поэтому я читал Библию, молился Богу, пытался найти критерии, как определить правильную церковь. Համար ես աղոթում էի Աստծուն, կարդում էի Սուրբ Գիրքը, փորձում էի կեյտերանել ման գալ, ոնց ես կարող եմ բացահայտել ինձ համար ճիշտ եկեղեցին, որն է։ Поэтому, ну, я покаялся в церкви, которая, ну, является баптистской и которая состоит в Баптистском союзе. Ես ապաշխարել եմ մի եկեղեցում, որը մկրտական էր, որը գտնում էր մկրտական միության մեջ, Но для меня автоматически это не означало, что если я там ну, как бы покаюсь, то обязательно я должен присоединиться к этой церкви, хотя я попытался присоединиться к этой церкви. ինձ համար պարտադիր հարց չէր, որ եթե ես այնտեղ ապաշխարել եմ, ես միանամ այդ եկեղեցում, բայց չնայած ես ուզում էի միանալ այդ եկեղեցում։ Ну, если вы помните мое свидетельство, братья, братский совет этой церкви меня не совсем понял. Եթե հիշում եք իմ վկայությունը, ես ես պատմել եմ այդ եկեղեցու եղբայրական խորհուրդը ինձ այդքան էլ չհասկացավ, И они меня отказали в крещении, сказали, ты походи к нам еще. եւ իրենք մերժեցին ինձ մկրտել, ասին պետք է էլի մասնակցեմ։ Но как раз на этом фоне руководитель библейского класса, куда я ходил, его ободряли начать церковь, и он предложил, чтобы я стал частью новой церкви. Եվ այն աստվածաշնչյան դպրոցը, որտեղ հաճախում էի, այդտեղ առաջնորդին առաջարկեցին, որ եկեղեցի հիմնի, ինքն էլ ինձ քաջալերեց, որ ես այդ եկեղեցու անդամ լինեմ։ И поэтому я подумал, вот, это такой шанс, все с нуля, только по Библии. Եվ ես մտածեցի, դա լավ շանս է, լավ առիթ է, ամեն բան սկսել նորից ու ամեն ինչ լինի միայն ըստ աստվածաշնչի։ Но я немножко ошибался, потому что сам руководитель, он был сыном главного диакона Центральной Баптистской церкви. Центральной баптистской церкви? Да. Ну, Մի քիչ его отец был диаконом. մի քիչ սխալում է, որտեվ այդ մարդը հանդիսանում էր կենտրոնական մկրտական եկեղեցու սակավակներից մեկի որդին։ Поэтому все абсолютно по Библии невозможно, потому что он принес с собой свои традиции. Դրա համար ասում եմ, որ միայն ամբողջ աստվածաշնչով հնարավոր չի, որտեվ ինքը իր հետ բերեց իր ավանդությունները։ Но когда вопрос возник о регистрации церкви, почему-то наш пастор решил не регистрировать церковь в Союзе, а регистрировать независимый. Ու չգիտեմ ինչի էր, որ հերթը հասավ եկեղեցու գրանցմանը, ռեգիստրացիային, մեր հովիվը որոշեց այդ միությունից, հա, առանձին գրանցել այն։ Поэтому некоторое время наша церковь была независимой, и мы сами собой руководили. Դրա համար որոշակի ժամանակահատված մեր եկեղեցին անկախ էր ու մենք էինք մեզ ղեկավարում։ И у нас был один пастор, который, ну, по сути, принимал решения, но он имел братский совет, расширенный братский совет и членов церкви. Բայց ինքը ուներ եղբայրական խորհուրդ ու կար եկեղեցական անդամական խորհուրդը։ Но в главных вопросах это он принимал решения, скажем так. Բայց Он այսպես советовался, ասեմ, но он сам принимал решения. բայց այսպես ասենք, որ գլխավոր հարցերում ինքը խորհրդատվություն անում էր, խորհրդակցում, այսինքն խորհրդակցում էր, բայց ինքը ինքնուրույն էր կայացնում որոշումները։ Но потом, через несколько лет, к нам приехал какой-то пастор из Баптистского союза, и у нас было собрание, чтобы наша церковь стала частью Баптистского союза. Բայց մի քանի տարի հետո եկավ մկրտական միությունից մի եղբայր, մեզ մոտ եղավ խաղակույց ժողով, որտեղ որ առաջարկվեց, որ ներեկեղեցին կազմի այդ մկրտական միության մի մասը։ И, ну, для нас было странно, зачем это
присоединяться к кому-то, нам и так хорошо, и поэтому мы Մեզ сказали этому пастору, нам и так хорошо. մեզ համար լուչ տարօրինակ էր, մեզ համար ամեն բան լավ է, ինչի համար միանանք ինչ որ միտեղ։ Ու դրա համար մենք Поэтому, ասացինք, մենք լավ է ամեն բան այսպես մեզ համար։ поэтому через некоторое время приехал дядя побольше и постарше, поважнее, и сказал опять, давайте будем вместе. Դրա համար մի քանի ժամանակ հետո եկավ ինչ ավելի տարեց մարդ, ավելի լուրջ, հա, այսպես ասած։ Ու ասած եկեք բոլորով միասին լինենք։ И он уже использовал Библию в качестве аргументации, что должен быть союз. Եվ նա արդեն օգտագործում էր Աստվածաշունչը իր խոսքերում, որ մեզ հաստատի այն բանի մեջ, որ պետք է լինի միություն։ Поэтому наша церковь первые годы была независимая, а потом стала частью Баптистского союза. Դրա համար մեր եկեղեցին որոշակի ժամանակահատված անկախ էր, հետո դարձավ մկրտական միության անդամ։ И Баптистский союз подразумевает какую-то структуру. Եվ բապտիստական միությունը իրենից ենթադրում է որոշակի համակարգ։ И поэтому есть пресвитера, которые отвечают за область, и есть старший пресвитер, который управляет Баптистским союзом, которого избирают другие пастора. То есть есть окончательно есть наверху кто-то, да? Ну да. Այսինքն մի հովիվ կար, մի երեց кар, հա, եւ մնացածին արդեն ընտրում էին մնացածներով։ Поэтому, ну, есть, скажем так, совет там пресвитеров, но есть руководитель. И один раз со мной был такой анекдот произошел, потому что я плохо знал английский, и я познакомился с американцами и хотел им проповедовать Евангелие. Եվ այդ երիտական խորհուրդը հավաքվում էր եւ իրենք պետք է հովիվ ձեռնադրեին։ Ինձ հետ մի զավեշտալի պատմություն եղավ, ես ծանոթացա մեկի հետ, ում հետ պետք է խոսեի, այդ բանին լավ անգլերեն չգիտեի։ И, как оказалось, эти двое мужчин, они были членами одного христианского культа. Եվ նենց ստացվեց, որ այս երկու հոգին անդամ էին հանդիսանում ինչ որ քրիստոնեական կուլտի։ И их видение структуры церкви и то, как церковь должна управляться, они считают, что их церковь это единственная истинная церковь. Եվ իրենց մոտ էսպես է կարգը, որ իրենք մտածում էին, որ կառավարումը այսպես է, որ մտածում էին միայն իրենք են ճշմարիտ եկեղեցին։ И поэтому они пытались мне показать, что моя церковь это не библейская церковь. И они спросили относительно, ну, является ли наша церковь частью какого-то союза, какой-то структуры. Իրենք ինձ ցույց էին տալիս, որ իմ եկեղեցին Աստվածաշնչյան չի, ու հարցնում էին արդյոք մեր եկեղեցին ինչ որ միության մաս կազմում է, թե ոչ։ И был смешной момент, потому что они спросили меня, как вы называете, ну, самого главного, кто у вас? Այսպեսի մի զավեշտալի բան տեղի ունեցավ ինչի համար, որ իրենք ինձ հարցրեցին ոնց եք ձեր գլխավորին անվանում։ Ну, они, наверное, ожидали, ну, какой-то титул, там, епископ, папа, там, или еще кто-нибудь. Երևի թե նրանք ինչ որ պիտղոս էին սպասում, որ ես կասեի, օրինակ եպիսկոպոս կամ պապ։ А я подумал, они спрашивают про имя, как зовут человека. Բայց ես քանի որ լավ անգլերեն չգիտեի, մտածեցի նրանք մարդու անունն են հարցնում։ И на тот момент главным в Баптистском союзе был избран
Григорий Иванович его звали, а Եվ фамилия комендант. այդ պահին կրթական միության նախագահային ընտրել մի մարդու ում ազգանունը կոմենդանտ էր И поэтому они говорят, ну, как вы называете ну, самого главного? Я говорю, комендантер. եւ նրանք ինձ հարցնում են ոնց եք անվանում ձեր գլխավորին ես ասում եմ կոմենդանտ ենք անվանում Такие глаза. շատ դիպլոմ Ам, И промотаем немножко вперед. После начала полномасштабных военных действий на Украине մի քիչ առաջ գնալով ասեմ լայնամասշտաբ պատերազմական գործողություններից հետո Ուկրաինայում перед этими действиями за полгода мы начали новую церковь, и наша церковь նախ դրանից независимая церковь, мы не в союзе. նախ դրանից կես տարի առաջ մենք հիմնեցինք մեր եկեղեցին մենք միության մեջ չենք Но оказавшись в другом городе, в Кагарлыке, мне просто ну, передали церковь, и человек, который за нее отвечал, вынужден был уехать. Մենք ասացին որ մի ուրիշ հատվածում գտնվող մեր եկեղեցու ծառայողը պետք է գնար որ պետք է տեղափոխվեր Поэтому я стал там тоже пастором. դրա համար ես ընդեղել դարձահովիվ Поэтому эта церковь баптистская, դրա համար այդ եկեղեցին մկրտական է она в союзе, եւ միության մեջ է а церковь, где я пастором в Киеве, она евангельские христиане, и мы не в союзе. իսկ այն եկեղեցին որտեղ ես սկզբից հովիվ էի Поэтому, когда я в Киевской Ага. области, я баптистский пастор, а в Киеве я пастор евангельских христиан. այստեղ ես ուղղակի ավետարանական քրիստոնյաների այսպես են անվանում հովիվն եմ բայց այն հատվածում երկրի հատվածում ես մկրտական միության մեջ եղող եկեղեցու հովիվ եմ И в Баптистском союзе есть ну, свое представление, как церковь должна управляться. Եվ մկրտական միությունը ունի իր պատկերացումը, թե ինչպես պետք է եկեղեցին կառավարվի։ На самом деле, как я понимаю, происходит какой-то такой странный симбиоз в управлении церковью на Украине. Որ տարօրինակ բան է կատարվում, ինչքանով որ հասկանում եմ, եկեղեցու կառավարման հետ կապված Ուկրաինայում։ Во многих церквях на Украине только один пастор, и часто он имеет искушение авторитарно управлять церковью. Շատ եկեղեցին ունեն մի հովիվ, շատ անգամ այդ հովիվը կանգնում է գայթակղության առաջ, որ ղեկավարի եկեղեցին ավտորիտար կերպով։ Но в то же самое время церковь как-то управляется собранием. Բայց միևնույն ժամանակ եկեղեցին ինչ որ կերպ ղեկավարվում է խորհրդի կողմից։ Потому что собрание голосует и выбирает пастора. Որովհետև խորհուրդը քվեարկում է եւ ընտրում է հովիվին։ Если почитать вот эти статуты религиозной организации, официальной регистрации, фактически государство требует, чтобы руководитель выбирался собранием. այդ օրենսգիրքը կարդաք, կրոնական բազմակերպությունների հաստատման հետ կապված պետության պահանջն այն է, հովվի հետ կապված այդտեղ, որ պետք է հովվը ընտրվի խորհրդի կողմից։ Поэтому, если это не то, чему учит Писание, ну, мы фактически сталкиваемся с определенной проблемой. Եվ դրանց հետո որ եթե դա այն ձևը չի, որը որ սովորեցնում է Սուրբ Գիրքը, մենք ստացվում է որ բախվում ենք խնդրի։ Что собой представляет епископальное управление?
Ինչ է իրենից ներկայացնում եպիսկոպոսական կառավարությունը։ В этой системе власть принадлежит епископу, который надзирает за группой церквей. Այս կառավարման մեթոդի մեջ եպիսկոպոսը կանգնում է գլխին, հա, եւ ինքն է հսկում մի քանի поэтому եկեղեցիներ։ есть определенная иерархия епископа, священника или там пастора, и Դրա համար կան потом народ, там, члены церкви. Դրա համար կան եպիսկոպոսը, հովիվները, ծառայողներ ու արդեն եկեղեցու անդամները։ Аргумент в пользу такого управления ставится, ну, например, католической церковью, это апостольская преемственность. Այսպիսի կառավարման օկտին հաստարկը հնչեցում է օրինակ կաթոլիկ եկեղեցու կողմից, ասելով որ սա առաքելական հաջորդականության այդ մեթոդն է։ И также аргументом является то, что, ну, так эффективно управлять. Եվ մյուս բանը որ ասում են այսպես հարմար է կառավարել, ավելի էֆեկտիվ է։ И в качестве аргумента из Писания мы можем сказать, посмотрите, Тит и Тимофей, они имели власть перед пресвитерами, они назначали пресвитеров. Եվ ասում են տեսեք, եթե Սուրբ Գրքին գնանք, Տիմոթեոսը, Տիտոսը իրենք ունեին իշխանություն դիերեցնել կարգելու։ Но аргументы против такого управления в том, что такое управление может легко привести к злоупотреблению властью. Հակառակ ինչ պաստառ կարող են կանել, որ ասում է, որ այսպիսի կառավարման մեթոդը կարող է շատ արագ բերել պաշտոնի չարաշահման։ Это, знаете, как анекдот есть. Сын диакона говорит: папа, а когда я вырасту, я смогу стать пастором? Այս անեկդոտը այսպես է, որ Սարգսակի տղան հարցնում է հորը, ասում է, երբ որ ես մեծանամ կարող եմ դառնալ հովիվ։ Он говорит: нет, сыночек, ты будешь диаконом. Եվ ասում է, չէ, որդիս, դու լինելու ես Սարգսակ։ А почему, папа? Բայց ինչի համար, հարցնում է որդին։ У пастора есть сын. Ասում է, որ հովիվը արդեն երեխա ունի, տղա ունի։ Поэтому и мы можем видеть в истории церкви, где такая структура управления присутствовала, иногда церковь злоупотребляет властью. Մենք տեսնում ենք եկեղեցու պատմության մեջ, որ երբեմն այդպիսի կառավարման կերպ եղել է ու այդտեղ եկեղեցին չարաշահել է իր դիրքը։ И католическая церковь, я думаю, больше всего известна такой структурой, и мы знаем, что там есть куча проблем. Բացում կաթոլիկ եկեղեցին հայտնի է այդպիսի կառավարման մեթոդով ու այնտեղ շատ խնդիրներ кан սրա հետ կապված։ Но это не говорит о том, что в некоторых протестантских кругах или союзах не может быть подобной структуры и подобных проблем. Բայց դա չի նշանակում, որ որոշակի բողոքական միություններում չի կարող լինել նմանատիպ խնդիր։ Аргументом против является тот факт, что с точки зрения Нового Завета нет никакой разницы между епископом, пресвитером и пастором. Նորկտականի տեսանկյունից կարող ենք ասել, որ չկա տարբերակում եկեղեցի ու եպիսկոպոսի ու հովվի միջև։ Но, к сожалению, я наблюдал тот факт, что даже в Баптистском союзе, когда речь идет о пасторе области, иногда некоторые называют этого пастора не пастор уже, а епископ. Ես նկատել եմ անգամ որոշակի մկրտական շրջանակներում, որ արդեն մի այդ տարածքում մի քանի էլի այդպես եկեղեցիներ են լինում, ենթակա արդեն հովին արդեն եպիսկոպոս են անվանում։ Ну, хотя по умолчанию, по идее, ну, протестантские церкви не должны выстраивать какую-то такую иерархию. Չնայած որ եթե նայենք ըստ էության
բողոքական եկեղեցիները չպետք է այդպիսի հիերարխիա ունենան։ Поэтому это то, что касается описания и аргументов за и против епископального управления. Ինչ վերաբերվում էր եպիսկոպոսական կառավարմանը, Սուրբ Գրքի կողմ եւ դեմ Пресвитерианское управление представляет Пресвитерианское собой управление старейшин или пресвитеров. երիցական կառավարման ձևը իրենից ներկայացնում է երեցների, հա, հովիվների միջոցով կառավարում։ И вот этих пресвитерианских церквях, если мы смотрим на их структуру, у них есть такая федеративная связь между поместными церквями. У них синоды есть. Եթե տեսնում ենք այս кերպը, մյուս եկեղեցիների հետ տարածքի իրենք սինոդներ ունեն, հա, ընդհանուր հավաքներ են անում։ И, по крайней мере, с одним из братьев пресвитерианской церкви, когда я пытался объяснить, как у них все работает, он сказал, что церковь не выбирает пастора, синод как бы выдвигает кандидатуру и назначает. Մի անգամ խոսում էի, այդպիսի եղբայրներից մեկը երիտասարդական ինձ ասեց, որ ոչ թե եկեղեցին է առաջարկում, այլ սինոդն է առաջարկում տեխնացու, որից որ պետք է ընտրեն։ Аргументы за такое управление. Պաստարկներ կողմ այսպիսի կառավարության։ Ну, отчасти такое управление отражает структуру синагоги в плане управления советом старейшин. Սինագոգը հիշեցնում այսպիսի կառավարումը այն իմաստով, որ երեցների հացերերի խորհուրդ գոյություն ունի։ И читая Новый Завет, мы видим, что старейшины или пресвитеры всегда, когда речь идет о церкви, всегда говорится о множественном числе. Վերջնորդ կտական ենք, թե երեցների կամ ծերերի մասին խոսելիս միշտ խոսքը հոգնակի թվով է ասում, այսինքն իրենք շատ էին։ Например, Деяния 14:23. Օրինակ գործ 14:23 Или филиппийцам, по-моему, 1:1 или 1:2. կամ Ֆիլիպեցիներին 1 կամ 2 այդ համարների մեջ։ Ну, филиппийцам там Павел пишет приветствие церкви с епископами и диаконами, множественное число. Այդտեղ Պողոսի բարևների մեջ այդ երեցների բառը օգտագործում է հոգնակի թվով։ Поэтому, я думаю, это такой весомый аргумент относительно того, что в церкви должен быть не один пастор, а несколько пасторов. Դրա համար ես մտածում եմ դա քաշով փաստարկ է, որ եկեղեցում ոչ թե մի քանի հովիվներ պետք է լինի։ По крайней мере, это библейская, скажем так, картина, которую мы наблюдаем. Ամենակիչը դա ասացիչան կարող ենք ասել այն պատկերն է, որ մենք ամենայն դեպս դա ենք տեսնում։ И сейчас на Украине у нас проблема с пасторами. Հիմա Ուկրաինայում մենք խնդիր ունենք հովիվների հետ։ Ну, всегда недостаток служителей, я думаю, есть в церквях. Ինձ թվում է միշտ էլ ծառայողների Но война, она усложнила эти вопросы. Բայց այս պատերազմն էլ բարդացրեց ավելի այդ խնդիրները։ Часть пасторов просто при начале войны уехала за границу. Бросила церковь. Ուղղակի լքեց երկիրը, թողեց եկեղեցին զինվորական պատերազմական գործողությունների սկզբին։ Я сейчас не знаю процентное соотношение, но я знаю некоторых лично, которые уехали. Ես տոկոսային հարաբերակցությունը չեմ կարող ասել, բայց մի քանիսին անձամբ եմ ճանաչում, որ գնացին։ И для этих церквей это был большой стресс. Եվ այդ եկեղեցիների համար դա շատ մեծ ստրես էր։
ну, началась полномасштабная война, и они приходят в церковь, а пастора нет. Պատկերացրեք գալիս է սկսում է լայնամասշտաբ պատերազմ, գալիս են եկեղեցի եւ հովիվը չկա։ Но свято место пусто не бывает. В некоторых церквях появились новые служителя. Բայց ոնց որ ասում են սուրբ տեղը դատարկ չի մնում, որոշ եկեղեցիներում նոր ծառայողներ հայտնվեցին։ Но недавно, месяц назад тому, моего друга, пастора в городе, где я сейчас живу, ну, остановили полиция и забрали его в военкомат. Ովներից մեկին այն քաղաքի, որտեղ հիմա ես եմ ապրում ու ծառայում, ուղղակի կանոնացրեց ոստիկանությունը եւ տարավ военкомат։ И сейчас он проходит подготовку, чтобы быть штурмовиком. Եվ հիմա անցնում է պատրաստվածություն, որ ծառայի բանը պատերազմի ժամանակ։ И фактически, ну, церковь осталась бы без пастора, если бы в этой церкви не было другого пастора-миссионера. Ու փաստացի եկեղեցին կլիներ առանց հովվի, եթե այդտեղ ուրիշ հովիվ միսիոնար գոյություն չունենար։ Поэтому у вас есть возможность приехать на Украину, и есть церкви, которые нуждаются в пасторах. Դրա համար դուք ունեք հնարավորություն գաք Ուկրաինա ու եկեղեցիներ կան, որ հովվի կարիք ունեն։ И вы можете не волноваться, что вас призовут. Ու չեք կարող այդ կարիքն եք վախենալու, որ ձեզ զինակոչի կանչեն։ Да, поэтому есть поле для служения, если вы хотите. Եթե ուզում եք ծառայության դաշտ կա։ У меня церковь в Киеве, в Кагарлыке, и еще мы помогаем тут в местной церкви. Եղբայրը երկու քաղաքներում եկեղեցիներում հովիվ է եւ մեկին էլ օգնում են։ Поэтому служение выше крыши. Կարողությունից ավել ծառայություն կա։ Аргументы против Դեմ пресвитерианского հաստատության управления. երիցական կառավարում։ Может снижать ответственность рядовых членов. Կարող է ցածրացնել իջեցնել պատասխանատվության սանդղակը շարքային անդամների շրջանակում։ И также есть риск бюрократии. Նաև բյուրոկրատիայի ռիսկ կա։ Ну, когда управляет кто-то один, он один принял решение и поехали дальше. Тут нужно советоваться, договариваться, ждать, пока все придут к одному знаменателю. Այսինքն եթե մեկն է կառավարում որոշեց, ասեց անցան առաջ, իսկ այստեղ արդեն պետք է հավաքվենք, քննարկենք, սպասենք, որ բոլորը գան նույն հայտարարին։ И третья форма – это конгрегациональная. Ну, երրորդ կերպը կոնգրեգացիոնալիստական, հա, կառավարման մեթոդն է։ В таком подходе утверждается, что высшая власть, она у Христа, мы находимся под Христом. Ու ասում է ամենաբարձր շնորհությունը ունի Քրիստոսը, մենք բոլորս գտնվում ենք իրենից ներքև։ И поэтому само собрание является, скажем так, органом принятия решений и является автономным. Դրա համար Никто էլ сверху տեղական не диктует, что нужно делать. դրա համար էլ տեղական ժողովը հենց ինքն է հանդիսանում որոշումների կայացնողը, քննարկություններ անողը, ոչ ոք վերևից չի թելադրում ինչ անել։ И аргументы, которые приводятся в пользу такого управления, утверждение о том, что мы все верующие имеем священство. Եվ հաստարկը կողմ սա է, որ մենք բոլորս հավատացյալներ ենք, հավատացյալի քահանայություն ունենք։ Цитируют иногда Деяния 6 главу и говорят, вот церковь избрала диаконов и посылала миссионеров.
Եվ մեջ են բերում գործքի վեցը, ասում են տեսեք եկեղեցին ընտրեց սարկավագների եւ ուղարկեց միսիոներների, Но также есть определенная опасность в таком управлении. բայց Если կա решение որոշակի зависит от, վտանգ, ну, если решение կա վտանգ зависит от կառավարման հետ, демократического голосования. եթե որոշում ընդունվել է կախված է ժողովրդավարական կերպով հայտարարի գալուց И качество принятия решения может страдать. եւ ընդունված որոշման որակը կարող է տուժել։ Например, там, я не знаю, 3 семьи решило начать новую церковь. Օրինակ 3 ընտանիք որոշել է նոր եկեղեցի սկսել։ И после евангелизации, скажем, 30 человек пришло, присоединилось к церкви. Ու ենթադրենք ավետարանությունից հետո 30 մարդ միացել է իրենց։ Но присоединились молодые верующие, которые имеют много, скажем так, еще богословских проблем в своей голове. Եվ եկողները բնականաբար նոր հավատներ են, ունեն շատ աստվածաբանական խնդիրներ իրենց գլխի մեջ, Они думают по-мирски, они принимают решения по-мирски. նրանք մտածում են եւ որոշումները կայացնում են աշխարհիկ կերպով, Но вы не сможете принять решение при таком симбиозе, потому что при голосовании выиграет большинство, которое будет ошибаться. ու այստեղ դուք չեք կարող անցկացնել ճիշտ քվեարկություն, որովհետեւ մեծամասնությունը անցնելու է, ու այդ մեծամասնությունը սխալվի։ И также, ну, в самой церкви может возникнуть такая, знаете, тирания большинства. Եվ եկեղեցում կարող է այսպիսի բան էլ առաջանալ, բռնապետություն մեծամասնության, Что может легко привести к разделению между членами и при наличии и к слабому руководству. Դրանից հետո կարող են սկսվել բաժանություններ եկեղեցում, То, как я понимаю, многие церкви оперируют на Украине, у нас есть какой-то симбиоз пресвитерианского управления с конгрегациональным. ու ես ոնց հասկանում Ուկրաինայում կա այսպիսի մի խառնուրդ երիտասարդական ու կոնգրեգացիոնալիստական եկեղեցիների կառավարման մեթոդների, Потому что есть в некоторых церквях совет пресвитеров, совет старейшин, и в то же самое время члены церкви голосуют и выбирают служителей, по крайней мере, на бумаге. որովհետև գոյություն ունի երեցների ժողով, խորհուրդ ու հետո կա անդամական խորհուրդ ու գոնե ամենակիչը թղթի վրա այդ անդամական խորհուրդը որոշում է ում են առաջադրելու որպես ծառայ։ Мое мнение, что церковь должна управляться коллегиально, коллегией пресвитеров. Իմ կարծիք հետևալն է, որ պետք է երեցների խմբի միջոցով ղեկավարվի եկեղեցին։ Поэтому, если из этих трех, то это ближе к пресвитерианской. Այսինքն ես ասում եմ, որ եթե 3-ից ընտրենք, ավելի մոտիկ կլինի երեցական կարգին։ И я уже говорил, что Библия говорит о наличии нескольких пасторов в одной церкви поместной. Մենք ասենք, որ Աստվածաշունչը խոսում է մի քանի հովիվների առկայության մասին մի եկեղեցում։ Но я не думаю и не считаю, что церковь должна управляться каким-то синодом сверху. Բայց ես չեմ մտածում, որ եկեղեցին պետք է ղեկավարվի ինչ-որ սինոդի կողմից, որ վերևից կթելադրի։ Вот. Но практически на данный момент я один пастор как в Киеве, так и в Кагарлыке. Հիմա փաստացի ես հովիվ եմ։
И Вы один? Բաբի да, եկեցիք да, я նստակ։ один. Да, да. Երկու А, տեղերում էր, որտեղ հողում է, միայնակ է հողում։ И, скажем так, мы и братья в церкви в Киеве, они знают, и мы обговаривали этот вопрос, как быть с этим вопросом. Ես իմ եղբայրները Կիևի եկեղեցում երեցրուցել ենք ու հասկացել ենք ոնց կարելի է հարցի լուծում տալ։ И, ну, мой взгляд такой, что мы должны стремиться молиться и искать еще служителей. Ու այսպեսի կարծիք ենք եկել, որ պետք է ձգտենք, աղոթենք ու մանկանք էլի ծառայողներ։ И по возможности взращивать служителей среди собрания. Եվ հնարավորության դեպքում ծառայողներ բարձրացնենք հենց մեր ժողովի մեջից։ И пасторами, ну, за один день, ну, мы понимаем, не становятся люди. Ժողովի մի օրում չեն դառնում ենք, դա հասկանում ենք։ Но так как у меня нет рядом со мной других пресвитеров, и я все равно советуюсь с братским советом, который я рассматриваю как совет старейшин. Ես եկեղեցում եղբայրների հետ խորհրդով, հա, քննարկում եմ անում, որը ես իմ տեսակետով համարում եմ որպես ծերերի, հա, ժողով խորհուրդ։ Поэтому на данный момент мы так функционируем, но я надеюсь и молюсь, что или один из братьев разделит бремя, или Господь с течением времени, может быть, приведет кого-то в церковь, кто бы мог совершать служение, и мы можем это делать вместе. Ես հավատում եմ, որ Տերը ժամանակի ընթացքում կհոգա մեկին կբերի, ով մենք կարողանանք միասին ծառայություն անել եկեղեցում։ Церковь в Кагарлыке, она, ну, духовно слабая, там было много конфликтов, пастор умер несколько лет до этого, и некоторое время там проповедовали разные люди. Իսկ այն մյուս տեղը, որտեղ ես հովվում եմ, մի քիչ ավելի խնդիր կա, հա, որ հոգեորապես ավելի թույլ են եկեղեցին, այս պատերազմից մի քանի տարի առաջ մահացել է այնտեղի նախկին հովիվը, ու դրանից հետո այնտեղ տարբեր մարդիկ են գնացել քարոզել։ Поэтому там ситуация сложнее, но есть братья, которые начинают только, скажем так, чуть-чуть функционировать как вот этот братский совет. Դրա համար այնտեղ մի փոքր բարդ է ավելի իրավիճակը, բայց կամաց եղբայրներ են բարձրանում, որոնք որ սկսում են արդեն գործել ինչպես եղբայրական խորհուրդ։ Если мы смотрим на то, что представляет нам Писание, то мы видим в Новом Завете две основные должности. Եթե մենք նայենք թե ինչ է մեզ Աստվածաշունչը տրամադրում, մենք նոր կտականում երկու հիմնական ծառայություն ենք տեսնում։ Первый из них это пресвитеры и синоним старейшины и епископы. Ну, старейшины и пресвитеры это одно и то же слово в греческом. Епископы и пасторы. Առաջինի համար մենք տեսնում ենք երեցներին, որ հովիվ եպիսկոպոս նույն բառն է հունարենում։ Обычно говорят о трех, но я поймал себя на мысли, что Новый Завет оперирует еще одним термином. Սովորաբար խոսում են երեքի մասին, ես եկա այն եզրահանգմանը, որ նոր կտակարանը առաջնորդում է եւս մեկ տերմինով։ У вас есть варианты? Ինչ տարբերակներ են։ Для пастора Да. հովիվի համար էլ ինչ տարբերակներ ունեն, ինչ բառերով է նկարագրվում այդ պաշտոնը։ Երեց Դա ասեց դրանից բացի։ То есть кроме пресвитера, кроме пастора и кроме епископа? Да.
Այս երեք Ну, դված пресвитер это старое, скажем так, русское слово. Новый эквивалент это будет старейшина. На английском это elder. А епископ это греческое слово епископос, а пастор это пастух, греческое слово poimenos. Но есть еще одно. Հովիվ բառը, հա, հենց հովիվ։ Խնամակալը չի, չէ։ Հա? Ну, չէ, խնամակալ չէ, դա մի քիչ, դա ուրիշ ծառայություն է, բայց կարա այդ էլ լինի, էլի։ Որը քնամակալ, այսինքն բան, դուշի Դե չէ, պատուցիչել։ դա մի քիչ, դա այդ հոգևոր խնամակալ, դա դա հիմնականում էլի հովի գործերից է, էլի, որ նայես էլի այդ պաշտոնի մեջ չի մտնում, մի հատ ուղղակի հարցրու, էլի։ Խնամակալ։ Դուշը պատուցիչել, да? Нет, Это Нет, имеет нет, это не отношение к увещеватель. делу пастора. Спрашивает, это имеет отношение к делу пастора? Ну, скажем так, должен ли пастор уметь заниматься душепопечением? Да. Но не всякий душепопечитель это пастор. Պետք է Потому օրինակ ունենալ խնամակալություն անելու ունակություն, բայց բոլոր այդպիսի ունակության մարդիկ չեն դառնում հովիվ։ Потому что Павел в Римлянам 15 главе ободряет всю церковь заниматься душепопечением. Որտեղ Հռոմեացիս 15-ում Պողոսը ընդհանուր ամբողջ եկեղեցուն է ասում, որ միմյանց կարողանան խնամել միմյանց, հա, հոգ տանել միմյանց մասին։ И это еще один плюс к тому, что в церкви должно быть несколько пасторов. Եվ դա այն պատճառներից մեկն է, որ եկեղեցում պետք է մի քանի հովիվ լինի։ Потому что пастора имеют разное дарование и могут быть более сильные стороны и слабые стороны. Որտեղ հովիվները ունեն տարբեր օժտվածություններ, կարող է ունենան ավելի ուժեղ կողմեր, ավելի թույլ կողմեր։ Я не считаю себя каким-то первоклассным проповедником и учителем. Օրինակ ես ինչ չեմ համարում, ինչ այսպես ասած առաջնակարգ, հա, քարոզիչ, ուսուցիչ։ В церкви, где я был, были братья, которые гораздо лучше меня проповедовали и преподавали. Եկեղեցում եղել են եղբայրներ, որ ինձանից ավելի լավ քարոզել են ու դասավանդել են։ Поэтому я иногда как в хоккее сидел на замене, знаете. Դրա համար ես ոնց որ հոկեյի խաղացողը մեկ մեջ որպես պահեստայինի աթոռի նստած եմ զգացել։ Но я знаю брата, который очень хорошо проповедует, но лично один на один с людьми общаться не умеет. Ես լավ գիտեմ եղբոր, որ լավ քարոզում է, բայց անձնապես երեսարերես մարդկանց հետ շփման մեջ չի կարողանում խոսքով դանել։ И это его недостаток, но может быть это мой плюс. Սա նրա թերությունն է, բայց հնարավոր է սա իմ առավելությունն է։ Ну, в некоторых ситуациях для меня не проблема поговорить и наставить один на один человека. Որոշակի իրավիճակներում իմ համար խնդիր չի մարդուն խոսել, հա, երես խոսել, իրեն ուղղորդել, խորհուրդ տալ։ Хорошо, это хороший вопрос, но я хотел бы все-таки, чтобы вы мне сказали какой-то вариант у вас. У вас есть? Լավ հարցեր, բայց ես ուզում եմ որ դուք ինձ տարբերակ ասեք։ Ունեք ինչ-որ տարբերակ։ Так, это у нас... Չեն ասում վարդապետ ուսուցիչ, այսինքն sense ինչ որ Учитель Учитель это то качество, которым должен обладать епископ. 3 глава Тимофея. Տիմոթեոս 3-րդ գլխից է վարդապետել ուսուցանել պետք է ունենա հովիվ այդ որակը։
Так, Սարկավակի մասին, հա։ Չէ, հովիվի։ Ինքը ինչ ես հարց ճիշտ ասած չհասկացա։ Նոր կտականում 3 շատերը նշում են 3 տերմիններ, որոնք ըստ դասախոսի իրարից չի լինում առանձնացնել, ինքը նույն բանն է նշանակում։ Առաջինը եպիսկոպոսն է, երկրորդը հովիվը, երրորդը երեցը։ Ինքը ասում է չնայած 3-ին կամ մի բառել, որով որ նոր կտականը ներկայացնում է նույն գործառույթը անող մարդկանց, բայց ուզում է ձեզանից պատասխան լսի, որն է այդ բառը ըստ ձեզ։ Էդի նոր կտակարանում մենք տենում ենք օրինակ հայտնության եկեղեցիներին հրեշտակ է ասում։ Իսկ այդ եկեղեցիների հովին։ Հա։ это греческое слово хегеймai, которое использует автор послания к евреям. Եբրայեցիների թղթի հեղինակն է ասում, это где написано? 13 глава, 7 стих. 13 глава, 7 стих. 7 стих։ Հիշեցեք ձեր առաջնորդներին այս բառը։ Оно переведено в синодальном тексте как наставник, и, но также может быть переведено как лидер. Да, у нас так написано. Ну, по крайней мере, у меня, в моей Библии написано как лидер. Да, поэтому я бы, наверное, говоря о пасториологии, добавил к 3 четвертый термин. Իմ կարծիքով ես կավելացնեի, հա, երևի թե հովվաբանության, այսպես ասած, մասին խոսելիս 4 տերմինը կավելացնեի, որը կլիներ սա։ Брат Вячеслав, а пятый можно добавить? 5-й аргумент. Ну, на откровенном там 7 церквей же написано пастору как ангел. Ангел. Но это не... Ну, я соглашусь, что это люди, но это не пастора. Поскольку аргумент заключается в том, что если бы это были пастора, то использовался бы один из таких ключевых терминов, которые определяют пастора, старейшину, лидера или епископа. Но больше насчет аргументации, почему это не пастора, Роберт Томас в своем комментарии двухтомном на Откровение, он посвящает там 10 страниц этому вопросу. Вот, как-то я интересовался. И у него есть целый ряд аргументов, почему это не могут быть пастора, но он считает, что это люди, которые были уполномочены, скажем так, пасторами, руководителями прийти и получить это послание от Иоанна. Поэтому, да, хорошая мысль. Да, но Короче, не хотите, чтобы нас сказали ангелом. Понятно. Да. Но ты можешь кого-то сделать своим ангелом, послать с поручением от церкви, и все будет нормально. Ну, хорошо. Поэтому мы говорим о 2 основных должностях. Это пресвитеры, и второе, что мы видим, это диаконы или служителя. Դրա համար մենք խոսում ենք 2 հիմնական գործառույթի մասին, առաջինը դա երեցներն են, երկրորդը սարկավակները։ Դրանք եկեղեցու ծառայողներն են։ Буквально, происхождение слова диакон это тот, кто поднимает пыль. Փոշի բարձրացնող է նշանակում բառից, եթե թարգմանենք սարկավակ բառը։ Он быстро бегает, потому что служит людям. Արագ է վազում, որովհետև ծառայում է մարդկանց։ И часто используют Деяния 6 главу
первые 6 стихов как избрание первых диаконов. Ու շատ հաճախ օգտագործում են գործքի 6-ը, որտեղ խոսում է այս թեմայի հետ խոսելիս, հա, այս թեմայի վերաբերյալ խոսելիս, որտեղ ունենք զրույց սարկավագների ընտրության վերաբերյալ։ Но я думаю, что это спорный текст. Բայց ես մտածում եմ, որ դա վիճելի հատված է։ Почему? Потому что эти диакона были избраны, но это было временное такое решение вопроса. И потом некоторые из них занимались другими делами. Որտեղ դա կարծես լիներ ժամանակավոր հարցի լուծում ու հետո տեսնում ենք իրենցից մնացածները есть- զբաղվում էին ուրիշ հարցերով։ То есть понятие должности как диакон мы находим чуточку позже, когда читаем послание к Тимофею и Титу. Այսինքն մենք որպես այդպիսի ծառայող եկեղեցու սարկավակ հետագայում ենք հանդիպում Տիմոթեոսի, Տիտոսին ուղղված նամակներում։ И само слово диакон может просто означать, ну, служитель, не обязательно как должность. Ու կարող է ծառա ուղղակի նշանակել այդ բառը, ոչ թե նենց կոնկրետ որպես ծառայող դիրք, հա, պաշտոնյա եկեղեցու։ Поэтому вполне вероятно и возможно просто это слово не транслитерировать как должность, избрали диаконов, а перевести как, ну, избрали служителей для решения вот этого вопроса. Այսինքն ստացվում է, որ միգուցե ավելի ճիշտ է ուղղակի թարգմանել դա այնպես ինչպես կա, ուղղակի ծառայողներ ընտրեցին, որտեղ ծառայող է նշանակում։ И снова же мы имеем дело с историческим повествованием. Это то, что случилось, но мы не имеем в данной книге рекомендации, что и с этого времени церковь стала избирать диаконов. Եվ մենք այդ պատմական տեքստից չունենք այսպիսի մի բան, որ եւ այդ ժամանակաշրջանից հետո եկեղեցին սկսեց ընտրել կարգեր։ Но когда мы сравниваем требования к пасторам и диаконам в 1 Тимофея 3 главе и Титу 1 главе, Եթե մենք համեմատում ենք փողերների ու սարկավակների որակական հատկանիշները, առաջ Տիմոթեոսի թվում, Տիտոսի թվում, Исайя, тебя плохо слышно. երբ որ ֆոկուս լավն է։ Երբ որ մենք համեմատում ենք հովիվների ու սարկավակների գծերը, թե ինչ պետք է ունենան այդ երկու ծառայողները, то мы видим, единственная разница в требованиях заключается в том, что диакон, он не обязан учить. միակ տարբերությունը տեսնում ենք, որ սարկավակը պարտավոր չի սովորեցնել։ И следовательно, если так понимать этот вопрос, то возникает вопрос, может ли женщина быть диаконом? Նո, եթե սա այսպես է, գալիս է արդեն բնական հարց, կարող է կինը լինել սարկավակ Или диаконисой. կամ սարկավակուհի։ Что вы думаете, братья? Ինչ եք մտածում դուք, եղբայրներ։ Մտածում եմ չէ, որովհետև եթե տենց լներ գոնե մի տեղ, այսինքն Աստվածաշունչը կհիշատակեր, համբել որ նայում էինք բնագրում, ես մի քանի տեղ նայել եմ, սախ այս տերմինները, սախ մուսկոյի ռոդով է գրում, ու ինքը սենց ասեմ էլ ոչ թե հիմնվում ենք այն համարների վրա, որ կինը պետք է եկեղեցում չխոսա, այլ ընդհանուր որ նայում ես պատկերը, թե ինքյանից ովքեր էին հովիվները, ընդհանրապես, որ սենց այդ սաղ այդ ամեն ինչի արդ որ կապում ես, տեսնում ես դա չէ էլի, ասենք եկեղեցում կոնկրետ հովիվ չի կարող լինի, հովուհի, դες բան չկա։ Հովուհու մասին չի հարցը։ Լավ։ Սարկավակուհու մասին։ Հա, սարկավակուհի
Հա, լավ։ Դե երևի էլի չէ։ Իմ կամ կարելի է չնայած սարկավակուհին կարելի է ինչ որ միտեղ որոշ ծառայությունների մեջ հնարավոր է իմ կարծիքը։ Սարկավակուհի չէ էլի տենց, բայց չգիտեմ, չէ։ Հարցը հետևյալն է. Կին ծառայող կարա զբաղեցնի սարկավագի պաշտոնը եկեղեցում ըստ ձեզ։ Ну, երևի հա, որ եթե չի կարա սովորացնի, ուրեմն կարա։ Ну, наверное, да. Раз уж она не может учить. Եթե չեմ Наше սխալվում, հիշում եմ, որ время ամսական вышло. կարող լիներ, բայց համարները չեմ հիշում։ Ինչ? Ոնց որ մենք անցել էինք միասին այս թեմայով, Ահա։ կարող լիներ կին, բայց համարները չեմ հիշում։ У вас есть что-то сказать по этому поводу? Я жду перевода. Фрусов что-то сказал. Ну, тот же самый ответ. Брат говорит, может Мгм. быть такого. Мгм. Ну, я согласен, что с точки зрения тех текстов, которые говорят, что женщина не может учить в церкви и руководить. Հա, ինքնացումը ես մտածում եմ, որ եթե հաշվի առնենք այդ համարները, էլի նորվա ձեր երկուսի ասածներն են, որ եթե հաշվի առնենք այդ համարները, որ կինը չի կարող սովորեցնել եկեղեցում, դրանից Если диакон, от него не требуется, чтобы он учил, а служил, нет никакой проблемы. եթե հաշվի առնենք, որ սարկավագից չի պահանջում ուսուցանել, այլ միայն ծառայել, խնդիր չկա։ Плюс сам текст 1 Тимофея 3 главе, он подразумевает, что, возможно, Павел говорит о женщинах-диаконах, но в греческом языке нет слова диакониса. Ու այդ առաջ Տիմոթեոսի 3-րդ գլխի տեքստը հաշվի առնելով ու այն հանգամանքը, որ հունարենում չկա առանձին բառ կին սարկավակի հետ կապված, հա, կարելի է մտածել, որ Պողոսը նաև իրենց մասին է խոսում։ Но мы видим в переводе, в синодальном тексте одну проблему. Բայց մենք ռուսերենի այդ սինոդալ թարգմանության մեջ մի խնդիր ենք տեսնում։ Если мы откроем 1 Тимофея 3 главу, Եթե մենք բացենք առաջ Տիմոթեոս 3-րդ գլուխը, то мы видим с 8 по 10 стих описывается, какие должны быть диаконы. մենք առաջին 8 համարներում տեսնում ենք, որ նկարագրություն կա սարկավակների, А в 11 стихе в синодальном я читаю, равно и жены их должны быть честны. ու 11-ում ասում է նույնպես էլ նրանց կանայք իրենց անհրաժարով։ Я не знаю, какое у вас издание синодального текста или в электронном виде, но в моей версии фраза «их должны быть» выделена курсивом, и это означает, что этого нет в греческом языке. Да, у меня тоже так. Չգիտեմ ձեր մոտ ոնց է, բայց ինձ մոտ ռուսերեն սինոդալ թարգմանության մեջ, որ ասում են նույնպես էլ նրանց կանայք, այդ նրանցը կուրսիվով է գրված, ասիկա ասես շեղրատարերով է գրված, եւ սա ցույց է, որ բնագրում չկա այս նրանց բառը։ Поэтому данная фраза является фразой, вставкой, толкованием переводчиков. Դրա համար ստացվում է, որ այս դրված բառը, կոնկրետ նրանց բառը, թարգմանիչների կողմից ավելացված բառ է։ И поэтому, если учитывать, что слово диакониса отсутствует, Павел просто его не пишет, но говорит, также и женщины должны быть. Ու եթե sense հաշվի առնենք այս հանգամանքը, ստացվում է, որ քանի որ սարկավակուհի բառ չկա հունարենում, ինքը ուղղակի նկարագրողական այսպես իր, հա, այդ տեքստը շարունակում է ասելով նույնպես էլ կանայք լինեն ծանրաբար, այսինքն ենթադրելով, որ սարկավակների մեջ կանայք էլ պետք է մտնեին։ Ну, поэтому с точки зрения, я думаю, Нового Завета женщина может совершать диаконское служение. Ես կարծում եմ նոր կտակարան համատեքստով կինը կարող է կատարել սարկավակի ծառայություն։
Но, пожалуйста, не делайте революцию в церкви, потому что часто в церквях сегодня понятие диакон, это по сути, он исполняет роль старейшины. Խնդրում եմ ձեր եկեղեցիներում հեղափոխություն մի արեք, որովհետև շատ հաճախ այսօրվա եկեղեցիներում տեսնում ենք, որ սարկավակները անում են հովիվի ֆունկցիա։ Он и проповедует, он и пастора заменяет в его отсутствии. Փոխարինում են հովին, եթե բացակայում են։ И, следовательно, если рассматривать диакона в этой новой форме служения, понятно, что в таком понимании женщина не может заниматься диаконским Եթե այս служением. նոր գաղափարով նայենք, դրա մեջ չի տեղավորվում կինը որպես ծառայող, որտեղ մեջը ուսուցանելու գործառույթ կա։ И несмотря на последнее, что я хочу сказать, и несмотря на то, что диакон это отдельный дар, иногда в церквях это воспринимается как промежуточная ступень перед тем, как стать пастором. Եվ չնայած նրան, վերջի բանը, որ ուզում եմ ասեմ, չնայած նրան, որ լինել սարկավակ դա առանձին կոչում է, շատ հաճախ եկեղեցիներում այսօր տեսնում ենք, որ որպես մի աստիճան է դա ներկայացվում հովից առաջ, այսինքն մինչև հովիվ դառնալը մի հատ դառնում են սարկավակ, հետո նոր հովիվ։ Я как-то друга встретил из первой церкви, и он спросил, как у меня дела, я сказал, что наша церковь планирует рукоположить меня на пасторское служение. Ում առաջին եկեղեցուց մեկին տեսա վերջերս ու ասեցին ոնց են գործերը, ասի որ եկեղեցին պլանավորում է ինձ ձեռնադրել։ И он так на меня посмотрел, говорит, не, ты сначала диаконом должен стать. Եվ ասաց չէ, դու սկզբից պետք է լինես սարկավակ, հետո նոր հովիվ ձեռնադրվեց։ Вот. Ну, я не стал диаконом, а потом пастором, я просто стал пастором. Ես առանց սարկավակ դառնալու մի անգամից դարձա հովիվ։ Хорошо, время вышло. Я так понимаю, у вас приятного аппетита, надо сказать. И соберемся по расписанию. Շատ լավ, ձեզ ասեմ բարեխորժակ ու ըստ արդեն օրակարգի շարունակենք։ Да.